կոտրատված ապակիներ են ճամբարակ տանող ճանապարհին։ Գազ 53 մակնիշի ավտոմեքենան սարսափազդու վրաերթի վայրում է, գետնին տեղ-տեղ դեռ թարմ են արյան հետքերը։ Փորձանք ծնկներին են տալիս ճամբարակի ու Վահանի բնակիչները ու այդպես էլ չեն հասկանում։ Ի վերջո ինչ է պատահել երեկոյան 9-ին, ինչու է պայմանագրային զինծառայող Վահանի վարած Գազ 53-ը վրաերթի ենթարկել 7 զինծառայողների, որոնցից մեկը Սուրեն Մամրեի Վարդանյանը մահացել է։ 19 տարեկան էր Սուրենը, Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղից։ Բանակում մեկ ամիս էլ չէր ծառայել, որոշ տեղեկություններով ուսումնական կենտրոնում էր, նախնական մասնագիտական պատրաստություն էր անցնում, որից հետո պետք է տեղափոխվեր հիմնական ծառայության վայր։ Այդ սկորին վերջի պահներ վերջի զինվորին տարան։ Մոտ 100 մետր է հեռու այս տղամարդկանց խանութը այն զորամասից, որից դուրս էին եկել վթարի ենթարկված զինծառայողները։ Ինչ խոսակցություն ասես, չի հասել նրանց մի քանի ժամում։ Արագ տարածություն իհարկե, մեկը մյուսի ասելով, փոքր գյուղա փոխը տղամասա։ Խոսում են գյուղում, որ զորամասի հրամանատարությունը մի վեճի համար փորձել է պատժել զինծառայողներին ու նրանց հանել է վազքի։ Այդ ընթացքում խոշոր մեքենան, որ չգիտես ինչու չի կարողացել ժամանակին արգելակել, վրաերթի է ենթարկել զինծառայողներից 7-ին։ Արյունոտված զինվորներին տեսնելով վարորդը խելագարի պես գոռացել է։ 33 տարեկան է վարորդը, պայմանագրային զինծառայող 3 երեխայի հայր, որ սպասում է 4-րդ զավակին։ Վահան գյուղում բոլորն են ճանաչում Վահանին, շատ հարգված տղա է, շատ հարգված ազատամարտիկի ընտանիքից։ Համայնքապետարանում այդքանն են ասում։ Լավ տղա է, խելաց ամուսնացած 3 երեխանի 4-ին են սպասում։ Չի խմում, ընտանիքին նայրված։ Նախաձեռնվել է քրեական վարույթ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ուղղված պահանջները կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելու հոդվածով։ Վարորդը ձերբակալված է։ Թե մթնշաղ է եղել պատճառը ու այն, որ փողոցի այդ մասում լուսավորություն չկա, թե արգելակները չեն գործել, չգիտեն ճամբարակում ու Վահանում։ Բացառում են, որ Վահանը խմած լիներ։ Ես տոմատը խոտա տարել անասլակեր թափել, գործը ինգել վաշե խմող տղա չի վրացած, բացարձակ, մի հատ կապլի խմած չի, թե ասելով չի, տեսա կպարզեն կտանագոր իրեք բացարձակ մի հատ կաթել խմած չի եղել, ուղակի երևի մաշինա սարքել էր, թե մարդա, թե տորմուշ չի ունացել, թե ինչ է ովշե մի պյան նիտոյալ էլ ավտոյի հետ։ Էլի բանակում միջադեպ ենք ունեցես, դեպքում էլ լրիվ ուրիշ։ Ուսերն է թոթվել առավոտյան Փաշինյանը, որ ինչպես հայտնի է, քրեական գործերի մասին միշտ ամեն բան իմանում է, նախաքննությունը չավարտված։ Մեքենայով, որը շահագործման ենթակա պետքա չլներ։ Այս անգամ էլ նա գրեթե հաստատ գիտի, որ դեպքի պատճառը մեքենան է, որ ենթակա չի եղել շահագործման։ Երբ որ բարեկային ծառայությունը մտնում են, հանրապետությունից տասնյակ տարբեր տեղերից զանգեր է ստանում, որ գյուղում մարդիկ խոտ են տանում, բան այդ մեքենաները պետք չի համարու պահանջել, տեղ զննում պահանջել եւ այլն, բայց գոնե լավ էր, որ մենք այդտեղ բանի չգնացինք եւ ասցինք, չէ, պետքա ի վերջո պետքա վերջ տրվի այդ ամենին, բայց այդքանից հետո sense դեպք ենք ունենում, երբ որ շահագործման ոչ ենթակա մեքենան բարձում են, քիչ չի վարում են, մի հատ էլ բարձում են եւ մի հատ էլ այդ միջադեպն է տեղի ունենում։ Այդ թե ինչ գործ են ունեցել զինվորները դրսում, Փաշինյանը չգիտի, այդ հարցին պատասխանելիս կարճ է կապում։ Այդ պետքա պարզվի, ինչ էին դրսում։ Հրապարակի տեղեկություններով զինծառայողներին քնից առաջ են դուրս բերել վազքի, ընդ որում հակագազներ են հագցրել ու հրահանգել վազել հակագազներով։ Հենց դա է եղել ըստ հրապարակի պատճառը, որ զինվորները չեն նկատել մոտեցող մեքենան։ Պաշտպանության նախարարությունն ու քննչական կոմիտեն միայն աշխատանքային ժամի ավարտին են արձագանքել այս լուրերին, չհերքելով, որ զինվորները վազել են զորամասի տարածքից դուրս գտնվող մասում, հերքել են լուրերը, թե զինվորները վազել են հակագազներով։ Կոմանդիրն կարա եւ հրաման տա տրիվոգա, ինչը, ինչ չի իր զինվորն հանի փողոց, ինչ եղել։ Ոչ մի կոմանդիրական մի հատ վատ բան չեմ տանում այստեղ։ Հակասական կարծիքներ կան այս կողմերում։ Ի տարբերություն այս տղամարդու, շատերը համոզված են, որ անգամ պատժելու համար հրամանատարը իրավունք չուներ զինվորներին զորամասի տարածքից հանել։ Սեր եմ մրսել, որ սպան զաստավի տարել ինչ-որ մեկի, որ պիտի գնաս վազը կեսանը կենա։ Ես ինչքան գիտեմ, պիտի սպան ասի, պալացում
վազը։ Ես 15 տարվա սպայել եմ ցավտան այդ կամիս կարամասը։ Նա իրանք շունի վազեցնի ճանապարհը, նա իրանք ուներ պլատու վազեցնի զինվորի։ Վարորդը մեղավոր չի եղել, դու ացիցեր մարդ ես, դու ոնց ես դու ճանապարհի մեջտեղով վազեցնում զինվորի։ Ես ասում 15 տարի ծառայել եմ, ես այդ բանը չէի անում։ Վնասվածքներ ստացած զինծառայողներից 3-ը հետազոտվել են, որևէ բժշկական միջամտության անհրաժեշտություն չի եղել։ Մյուս 3-ի կյանքին վտանգ չի սպառնում, նրանք հոսպիտալի բժիշկների հսկողության տակ են։ Լարա Արաքելյան, Ալբերտ Սերոփյան, Աշոտ Մնոյան, Էլեն Յահինյան, Հայլուր։